կայքում Նիկոլ Փաշինյանի դեմքն է փակցված։ Հերթով, խնդրում եմ, հերթով։ Դուք նշեցիք փոխհրաձգություն, տարբեր գործընթացներ, որոնք տեղի են ունեցել եւ այլն, եթե նկատեցիք հայտարարության մեջ այդ ամենը արտացոլված չի։ Կարծում եմ, որ մենք առավել քան ամբիցիաներից վեր եւ նախորդիվ տեղի ունեցածների հետ կապված նոր պատմություններ չմեկնարկող առաջարկ ենք արել։ Մենք ասում ենք, եկեք բոլորս միասին կպնենք, որպեսզի հասնենք արդյունքի։ Գուցե լինեն մարդիկ, ովքեր ասեն, գիտեք ինչ, այս տեխնացուի պարագայում արդյունքը ավել լավը կլինի, քննարկենք։ Գուցե լինեն մարդիկ, որոնք ասեն տեխնացուի հետ խնդիր չկա, եկեք այսպես անենք։ Խնդիր չկա, եկեք քննարկենք։ Ու այսպես շարունակական։ Ես ասացի, մենք այդ քննարկումներին նստելու ենք մեկ օրակարգով, իշխանափոխություն, ուրիշ օրակարգ մենք այդ քննարկումների ժամանակ չունենք։ Ինչ վերաբերվում էր մի հարց էլ կար։ Շնորհակալություն։ Ես մի քանի անգամ եմ ասել այդ հարցի պատասխանը, թեպետ տարբեր գործընթացներ ընթացել են, ընթանում են եւ ընթանալու են, բայց այնուամենայնիվ առանց փողոցային ճնշման այդ բանակցությունները շատ բարդ են ընթանալու։ Մենք սովոր ենք բանակցել, ես դրաներ դա էլի եմ ասել, ուժի դիրքից։ Իսկ ուժ մեզ կարող են տալ միայն մեր քաղաքացիները։ Անդրադառնալով փողոցային պայքարը, թե ինչպես ենք մենք պատկերացնում, դուք ասացիք, եթե հանկարծ այնպես ստացվի, որ Հայաստանի ընդդիմադիր մյուս ուժերը չուզենան փողոցային պայքար կամ չուզենան իմպիչմենտ։ Տրամաբանությունը շատ պարզ է։ Մենք արել ենք, անում ենք եւ շարունակելու ենք անել։ Բայց ակնհայտ է, չէ, որ այս ռեսուրսով կարելի է անել այսքան, բայց երբ այդ ռեսուրսը միավորվում է եւ մեծանում, հնարավորությունները շատ ավելի շատ են։ Ուստի մենք ինչ որ կարող ենք անել, ինչը մեր ռեսուրսները ենթադրում է, դրա 300%-ով, ինչպես եւ առաջ, շարունակելու ենք իրականացնել։ Այս process-ի նպատակն է ավելացնել հնարավորությունները, ավելացնել ռեսուրսները ու հասնել արդյունքի։ Շատ եմ խնդրում, բացարձակ ձեզ նկատի չունեմ։ Շատ եմ խնդրում բոլոր դավադրապաշտությունների խորը գոյություն չունեցող իմաստներ որոնողներին չկա։ Այստեղ այդպիսի թաքնված օրակարգ չկա։ Այստեղ կա մի օրակարգ, մի առաջարկ։ Եկեք անենք իշխանափոխություն։ Այն, ինչ մենք բոլորս անխտիր խոստացել ենք։ Հանրապետականը իր խոսքին եւ իր խոստմանը տեր է։ Էլ հարցեր։ Համջայան, տեսեք, թերահավատորեն մոտեցողները հայ իշխաններին ասում են, որ այդ փողոցում 100,000 լինի, թե մի քանի 100,000 լինի, եւ նույնը խորհրդարաններ է։ Հետևաբար առաջին հերթին կոնսուլտացիաները ԿՊ-ի հետ ինչպես է պատկերացնում եւ օրինակ դիտարկել եք Գեգամ Նազարյան, Իշխան Զաքարյան, իրենց հետ բանակցություններ հնարավոր համարում եք։ Տեսեք, վերջից սկսեմ։ Հայաստանը բավական սեղմ քաղաքական դաշտ ունի ու մեծ հաշվով առաջին հայացքից կարելի է ասել, թե յուրաքանչյուր գործիչ այս կամ այն առաջարկությանը ինչ արձագանք է տալու։ Բայց եթե շարժվես այդ կանխավարկածով, ոչ մի առաջարկ երբեք չես անի։ Կասես դե լավ, դրան այսինչ էս անելու, Գեգամ Նազարյանը էս ասե։ Դրա համար հաշվեք սա նոր առաջարկ։ Ես իհարկե կարող եմ սկսել մեկնաբանել հիմնվելով իրենց նախորդ ասածների վրա, այս կամ այն գործ չի։ Բայց ես դա չեմ անի։ Մենք համբերատար կսպասենք, մինչև իրենք արձագանքեն այս առաջարկին, ու դրանից հետո մենք իհարկե հետևություններ կանենք, բայց մեր արած հետևությունները այդքան էական չեն։ Շատ ավելի էական են, թե ինչ հետևություններ կանեն մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները։ Ինչ վերաբերում է բանակցությունները ԿՊ-ի հետ, ձեր կարծիքով որ պարագայում ավելի հեշտ կընթանան բանակցությունները, բանակցություն բառը ԿՊ-ի դեպքում այդքան է լավ չի, բայց ամեն դեպքում ԿՊ-ի հետ։ Երբ որ ուղղակի նստած սենյակում բանակցում ենք, թե երբ որ փողոցում 100,000 մարդ պահանջում է, որպեսզի այդ падգամավորը կամ այդ ֆրակցիան
թեպետ իմպիչմենտը անհատական պատասխանատվության, այլ ոչ թե ֆրակցիոն պատասխանատվության գործընթաց է։ Պահանջում է, որ այդ падգամավորը միանա իմպիչմենտին, որ տարբերակում է բանակցությունների արդյունքը ավելի հավանական։ Ինձ թվում է նորից ակնհայտ է։ Դրա համար ենք մենք անդադար ասում, որ փողոցը կարևորագույն բաղադրիչն է իմպիչմենտի։ Փաստացի Հայաստանի Հանրապետությունում իմպիչմենտ հավասարազոր է փողոցային պայքար։ Անհատական գործընկերներ այս ամիսներին ասում են, որ արձագանքել են, կարել են ծրագրությունների տվել են, Նորից դուք ինձ դրդում եք ես նախորդ հայտարարություններ մեկնաբանեմ, ես դա մասամբ կանեմ։ Եվս մեկ անգամ ապացուցում ենք, որ սա պարզապես գործընթաց չի, սա իշխանափոխություն է։ Եթե իշխանափոխություն դեռ տեղի չի ունեցել, ուրեմն մենք առաջարկում ենք մի հատ եկեք հավաքվենք, ուժերը մեկտեղենք եւ հասկանանք, իսկ ինչպես կարելի է այդ իշխանափոխությանը հասնել։ Նորից ամեն ինչ մաքսիմալ պարզ է, մաքսիմալ թափանցիկ է։ Մենք հրապարակային կոչ ենք անում մեր բոլոր գործընկերներին միասնական կերպով իրականացնել իշխանափոխություն։ Առաջարկում ենք դրա կետ առ կետ, ընդ որում սահմանադրությամբ երաշխավորված լուծում ուղի ճանապարհ։ Եթե կա այլ լուծում ուղի ճանապարհ, սիրով։ Բոլոր այն մարդկանց, ովքեր պատասխանելու են այդ լուծում ուղի ճանապարհը համապետական ընտրություններն են, եւս 1 միլիարդերորդ անգամ կրկնում եմ, իմպիչմենտը չի հակասում հերթական համապետական ընտրություններին։ Իսկ իմ մի քիչ առաջ ներկայացրած մեխանիզմի պարագայում նաեւ ուժեղացնում է դրա շանսերը կամ գոնե կեղծիքների դեմ պայքարելու գործիքակազմ։ Խնդրեմ։ Բոլոր այն ուժերի հետ, ովքեր արդեն իսկ պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին։ Առաջարկը արվեց հենց նոր։ Ուստի թե տարբեր մակարդակներում տարբեր խոսակցություններ եղել են, թե չեն եղել, դրանք բոլորը ձևակերպենք այսպես։ Էական չեն։ Առաջարկը արվեց հենց նոր, արվեց մաքսիմալ թափանցիկ եւ արձագանքներն էլ կարծում եմ թափանցիկ կլինեն բոլորիս համար։ Երբ որ չլինեն այն ժամանակ կպատասխանեն։ Ձեզ արդյոք այն կուսակցությունները, որոնք այսօր արդեն իսկ մեկնարկել են որպես այդպիսին այդ պայքարը քարոզարշավը ոչ պաշտոնական, արդյոք պատրաստականություն հայտնել մասնակցելու։ Գիտեք, կարծում եմ այդքան էլ ճիշտ չի լինի, երբ որ մարդը առաջարկ է անում կամ քաղաքական ուժը առաջարկ է անում ու հետևից ասում է ինձ թվում է կմիանան կամ ինձ թվում է չեն միանա։ Ես իհարկե իմ մտքում ունեմ ենթադրություն դրա հետ կապված, բայց այդ ենթադրությունը բացարձակ անհրաժեշտ չի հնչեցնել։ Ես կարող եմ եւս մեկ անգամ հնչեցնել, թե մենք չենք առաջարկում։ Մեր շատ սիրելի գործընկերներ, որոնք արդեն իսկ հայտարարել են ընտրությունների մասնակցության մասին, կետ առաջին բոլոր իրական ընդդիմադիր քաղաքական միավորներին մենք հաջողություն ենք մաղթում։ Կետ երկրորդ, այս հայտարարության մեջ մենք նշում ենք, որ ընտրությունների վերահսկողական մեխանիզմների կիրառումը ընդդիմության, քաղաքական կուսակցությունների, քաղաքասարակության, ՀԿ-ների եւ այլն կողմից շատ էական է։ Երրորդ, նշում ենք, որ շատ էական է բարձր մասնակցությունը մեր քաղաքացիների եւ բացատրում ենք, թե ինչի։ Եվ չորրորդ, ասում ենք սիրելի գործընկերներ, լավ եք արել ընտրել եք ընտրության ճանապարհը, այս մեր առաջարկը ընտրությանը չի հակասում։ Եկեք միասին փորձենք իշխանափոխությունը իրականացնենք մինչ այդ իշխանափոխությունը իրականանա, իշխանափոխությունը հանկարծ Աստված մի արածը չի իրականանա, ընտրությունները տեղի են ունենալու, դրանք հերթական ընտրություններ են։ Եվ որպես բոնուս հիշեցնում ենք, որ փողոցային պայքարի արկայության ակտիվ քաղաքացիների կողմից ակտիվ իրենց իրավունքները պաշտպանելու մթնոլորտի պարագայում ընտրությունների ժամանակ կեղծիքները, կամայականությունները, բռնաճնշումները իրականացնելուց առաջ Փաշինյանը մի երկու անգամ ավել կմտածի։ Սա է հանրապետականի առաջարկը։ Գործընթացի վերաբերյալ, բայց այնուամենայնիվ
Եթե ինչ-ինչ պատճառներով, հա, դուք ասում եք, մենք ոչ ենք արել, ներքին պայմանավորվածություններ չունենք, նոր ոչ ենք անում, եւ գործընթացը ինչ-որ չստացվի կամ ժողովուրդը դուրս չկա, ռիսկ չեք տեսնում, որ դա ավելի իշխանության դիրքերը կամ ռապնդի, ու առնվազն Փաշինյանը կասի տեսակ։ Շատ լավ։ Եկեք այս հարցից հետո Տիկին Գևորգյանի հարցին։ Ձեր ասածը գուցե տեսական մակարդակում ես քննարկեի, եթե պրակտիկան չլիներ։ Մենք մինչև այսօր լայնամասշտաբ ամենամեծ ակցիաները եթե վերցնենք, ՀՓՇ դիմադրության շարժում սրբազան պայքար։ Յուրաքանչյուր հաջորդը եղել է ավելի մեծ, քան նախորդը։ Դիմադրությունը ավելի լայնամասշտաբ էր, քան ՀՓՇ-ն, սրբազան պայքարը ավելի լայնամասշտաբ էր, ավելի մարդաշատ էր, քան դիմադրությունը։ Ուստի տեսական մակարդակում ես դեր ասածը կարող եմ հասկանալ, բայց փորձը 3 անգամ արդեն ցույց է տվել, որ դա այդպես չի։ Եվ այն մարդիկ, ովքեր լեփ-լեցուն լցրել էին հանրապետության հրապարակը սրբազան պայքարի հիմնական միջոցառումների ժամանակ, ոչ միտեղ չեն վերացել։ Իրանք այստեղ են, շարունակում են ապրել Հայաստանում, շարունակում են սրտում վառ պահել պայքարի կրակը։ Մենք առաջարկում ենք այդ կրակը իրավական ճանապարհով, օրենքով չարգելված միջոցներով ուղղել ի փոփոխություն, ի բարօրություն։ Հիմա շարունակեմ դեպի Տիկին Գևորգյանի հարցը։ Վերջին հատվածը մի հատ կկրկնեք հարցի։ Շնորհակալություն։ Այս պարագայում գործում է մի սկզբունք իմ համար։ Երկու պատճառով։ Առաջին, որովհետև ձեր նշած բոլոր փողոցային պայքարների ժամանակ հանրապետականը իր կարևոր դերակատարումը ունեցել է, եւ երկրորդ, այն պատճառով, որ այն բացթողումները, այն սխալները, որոնք առկա էին նախորդ պայքարների պարագայում, սուբյեկտիվ եւ օբյեկտիվ, դրանց մասին հրապարակային խոսելու հաճույքը ու իմաստը ես երբեք չեմ հասկացել։ Սխալներից որոշ հատված վերջում հանգում են այս կամ այն սխալ որոշման։ Դրա վերաբերյալ կարծիքը երկու գործընկերներ շատ հանգիստ կարող են հեռախոսով իրար հայտնել կամ քննարկումների ժամանակ վերլուծել, ասել, այսինչ բանը եթե այսպես անեինք, գուցե ավելի լավ լիներ։ Ես երբեք չեմ տրվի այն գայթակղությանը, որպեսզի ես չեմ ասում, որ դուք հատուկ եք դա անում, որ քաղաքական դիվիդենտներ շահելու համար թիրախավորեն որևէ ընդդիմադրի կամ որևէ պայքար, որի մասնակից լինելու պատիվ ենք ունեցել թե մեր կուսակցությունը եւ թե ես որպես անհատ։ Ուստի առանց զուգահեռներ տանելու, թե որ փուլում ինչ պատճառով եւ այլն, չեմ ուզում ուղակի մտնել։ Այս պարագայում հենց ձեր հարցի մեջ նշած տարբերակն է աշխատում։ Սա մաքսիմալ անկեղծ է։ Մենք հստակ բացատրում ենք, որ սիրելի քաղաքացիներ, այս գործիքը կախված չի Փաշինյանի արտահերթ ընտրություն նշանակել չնշանակելուց, այդ ընտրությունը հերթական կամ արտահերթ, արդար անցկացնել կամ չանցկացնելուց, իր հրաժարական տալուց կամ չտալուց, իմպիչմենտի գործիքի առավելություններից մեկը կայանում է նրանում, որ Փաշինյանից այստեղ 0% կախում կա։ Ուստի էլ սրանից էլ անկեղծ, մենք մեր քաղաքացիներին ասում ենք, որ եթե մեզ բոլորիս հաջողվի միասնական հասնել իմպիչմենտին, մնացածը արդեն իրավական գործընթաց է։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մեր քաղաքացիները փողոցային, օրենքով չարգելված միջոցներով իրենց կամարտահայտումը իրականացնեն եւ այն երեսփոխանները, որոնք դեռևս չեն միացել իմպիչմենտին, հասկանան, որ իրական ժողովրդի պահանջը կայանում է դրանում։ Իմպիչմենտի գործընթացի ինկլյուզիվությունը, այդ թվում նաև ներառականությունը կայանում է նրանում, որ ուղիղ ժողովրդավարություն է քաղաքացին դուրս է գալիս փողոց եւ պահանջում է իրականացնել իշխանափոխություն։ Այս առաջարկը, ինչի՞ եմ ես միշտ ասում, որ սա ընդդիմության իմ կարծիքով միակ ամբողջական օրակարգն է, որովհետև A կետից մինչև F կետ ամբողջը ներկայացված է։ Անում ենք սա, արդյունքում տեղի է ունենում սա, արդյունքում տեղի է ունենում իշխանափոխություն։
ամեն ինչ շատ պարզա ու թափանցիկ։ Ու ամենակարևորը մերսի այդ բառը մեջ բերելու համար անկեղծ։ Ես եմ շնորհակալ, ձեզ բարի գիշեր։